Դեռևս 1836 թվականի այդ հայտնի Պոլոժենիայի դրույթի ընդունումից հետո, երբ որ Արցախի թեմը նաև ռուսական կայսրության իշխանությունների կողմից էր ճանաչվում, այստեղ թեմական դպրոց է բացվում եւ ժամանակի հետ նաև այստեղ առանձին նաև կանանց համար, աղջիկների համար իգական դպրոցների համակարգ է ստեղծվում, օրինակ օրիորդաց վարժարան, օրիորդաց գիմնազիա եւ նաև հետո իհարկե քաղաքի կյանքում կարևոր դեր է խաղում նաև ռեալական վարժարանը, որ քաղաքում փաստորեն նաև ֆաբրիկաներ էին հիմնվում եւ մետաքսագործական ֆաբրիկայով էր օրինակ աչքի ընկնում եւ շատ հետաքրքիր էր նաև արհեստագործական իր ենթակառուցվածքներով քաղաքը։ Եվ իհարկե 19-րդ դարի երկրորդ կեսին Շուշին հայտնի էր որպես Արևելյան Հայաստանի տպագրության գլխավոր կենտրոն, այստեղ թատերական, մշտական փաստորեն խմբակ է ձևավորվում, նաև իհարկե առանձնահատուկ երևույթ է գրադարանների ցանցի ստեղծումը եւ իհարկե չենք կարող չնշել Շուշիի ամենափրկիչ, սուրբ ամենափրկիչ եկեղեցու ոցման արարողությունը շուրջ 20 տարվա աշխատանքներից հետո 1868-87 թվականներին կառուցվեց այս հրաշք եկեղեցին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։